Սիրելիներս, շենքից դուրս եմ եկել, ձեզ էլ ինձ հետ տանում եմ մեր նոր տուն, մեր հողամաս ենք գնում, այսօր արև, շոգ, շատ 24 աստիճան է պլյուս, խոնավությունը շատ է, այստեղ շոգը ուրիշ ձևի է, որ խոնավությունը շատ է, մի տեսակ ավելի է զգում շոգը, Սիրով ողջունում եմ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, այսօր Հիսուս Քրիստոսի ավագ շաբաթն է, իսկ վաղը Սուրբ Զատկի տոնը, մեր ընտանիքի ամենասիրված սիրելի տոնն է, իր խորհրդով, սովորություններով և ավանդույթներով, թող բոլոր հայ ընտանիքներում տիրի սերն ու համերաշխությունը, թող Աստծո լույսը մտնի մեր օջախները և մեր սրտերին ջերմություն տա, շնորհավոր Սուրբ Զատիկ, Քրիստոս հարյալ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, բոլորիդ ուրախ Զատիկ եմ ցանկանում, սիրելիներս, հիմա սկսում եմ ցույց տալ մեր մառաժոյից, հայկական անունը չգիտեմ ճիշտն ասած, տեսնում եք առաջին անգամ որ պետք է այս մառաժոն քաղենք, քանի տարի ունենք, թողել ենք միշտ կանաչ ճյուղերի նման, որ զարդարում են բուկետները, իսկ սա արդեն մեր սմորոդինան է, հաղարջներն եմ ցույց տալիս, կարմիր, սև, բավականին ունենք, 2 օրվա ընթացքում տեսնում եք ինչպիսի տերևները արդեն փարթամացել են, պետք է սրսկենք անպայման, հիվանդության դեմ, առաջի անգամ որ սրսկենք լավ կլինի, դրանից հետո էլ հարկավոր չէ, այսպես բավականին ունենք, մեր ամբողջ կոմպոտները մեր հողամասի կարմիր-սև հաղարջներից են կարել, չենք գնել ոչ մի անգամ այս տարի, ոչ մի կիլոգրամ, խնդրեմ տեսեք ինչ լավն են, խոշոր խաղողի հատիկների նման էլ ունենք, որ շատ խոշոր է կանաչ գույնի և սևը ունենք մի քիչ մանրը, սա սևն է, մի փոքր մանր է, սրանք էլ պետք է այդ բուղազները մաքրենք, սիրուն, չաշկաներ պատրաստենք ջրելու համար, համ էլ գեղեցիկ կլինեն և արդեն հողը կփխրեցնենք, խնդրեմ, տեսնում եք ինչքան ունենք, սրանք արդեն մալինաներ են, այս մեկը նոր ուզում է կանանչել, սա արդեն կանանչել է, լավ է, շատ մեծ խոշոր մալինաներ են, խնդրեմ, մալինայից էլ բավականին ունենք, մանրն էլ, մեծն էլ, սա էլ է մալինա, տեսնում եք, դա էլ մեր ելակներն են, սա ծիրանի ծառ է, կներեք, ծաղկել է արդեն, այնքան եմ սիրում, որ ծառը ծաղկում է, սիրելիներս, անուշ հոտ է տարածվում, գեղեցկություն է, մի ուրիշ չքնաղ գեղեցիկ, ոնց որ դրախտ լինի, եթե ծառերը մոտիկ են մանավանդ ծաղկում են, բոլորն իրար հետ ծիրանիները շատ գեղեցիկ են, խնդրեմ, բոլոր տեսակի ծառերից էլ ունենք, սա մեր բալենին է, դեղին միթուշն էլ կարմիր, սրանք էլ են արդեն լավ բողբոջել, շուտով կծաղկեն, որովհետև մեզ մոտ արդեն 24 աստիճան էր այսօր տաքությունը, խնդրեմ, բոլորը մաքրել է, որդիս տեսնում եք հավաքել է, մնում է քախանելը և ցանելը, փորելը, խնդրեմ, մեր թարխունները վաղը Զատիկին արդեն մենք ունենք մեր սեփական թարխունը, մեր հողամասի թարխունը, շատ թմբլիկ, փափլիկ թարխուններ, տեսնում եք, սրանք էլ բեժարելու կարիք ունեն, բալենին է, շատ լավ արդեն բռնել է, ծաղկում է, շուտով բոլոր ծաղիկները կբացվեն, սա էլ մեր այգին հարգելի, հիմա կրկին անգամ բարևում եմ բոլորիդ, բարի օր, իմ շատ սիրելի
քույրիկներ, on-line հարթակում իմ ընտանիք, ասել խոսելով դուրս եկամ տանից, ձեզ տեղանքը ցույց տալով մի քիչ եկա հասա մեր նոր տուն, մեր հողամաս, ցույց եմ տալիս ծառերը բոլորիդ, արդեն բողբոջել են, արդեն տերևներ են տալիս կամած, այստեղ էլ Մարինես սուրճ է բերել, լցրու Մարինե ջան սուրճ, հələ տեսեք, սիրելիներս, տեսեք հələ, արի բարևի, հələ տեսեք Մարինես, չթափես զգուշ Ազիզ ջան, ահա, ապրի իմ աղջիկը, մի հատ արի տեսնեն, ասա շնորհակալություն կոմենտարիաների համար, Բարև ձեզ, շնորհակալություն, խնդրեմ Մարինես բերեց, այս գեղեցիկ բաժակները նոր ենք բացել, արդեն այստեղ օգտագործելու համար, իսկ գարուշիկս, տեսեք, ինչ է բերել, մառոժնի, պաղպաղակ, խնդրեմ, այսօր մի փոքր թույլ կտամ ինձ, մի փոքր կլցնեմ սուրճի մեջ, շատ սիրում եմ պաղ, մի փոքր լցրել եմ, սուրճի մեջ կխմեմ, դե դուք էլ ձերը դրեք, միասին սրճենք, խնդրեմ Մարինես, ինչպիսի ուշադրություն, լուսամուտից տեսել է, իրենց դրել են, ինձ էլ է բերել, շատ շնորհալի աղջիկ է, Մարինես, ոչ թե գովում եմ, այլ իրոք, ինչ եմ ուզում ասեմ, այս գեղեցիկ բաժակները նոր ենք հանել և կավից են, սիրում եմ այսպիսի բաժակներով սուրճ խմել, այնքան զբաղված ենք սիրելիներս, այնքան գործ ունենք, դե իրերը բերում ես, չէ, ամբողջ տան իրերը, որ բերես, տես 6 անդամ ենք, ամեն մեկին հագնելու շորը, խոհանոցի իրերը մի խոսքով արդեն բոլորդ պատկերացնում եք, չէ, հիմա քիչ արդեն համարյա բոլորը բերել ենք, խոհանոցը շուտ ենք դասավորել առաջին հերթին, հիմա սկսում ենք մեր արդեն ննջարաններից շորերը դասավորելով հերթով գալիս ենք, տունը հյուր եկավ, իրենք զբաղված են, ես էլ ասեցի գնամ առիթը բաց չթողնեմ, շնորհավորեմ, միգուցե վաղը չկարողանամ, շնորհավորել բոլորիդ զատիկս, սուրբ զատիկս, սիրելիներս, նստեցի, ձեզ հետ մի քիչ զրույցեմ, սուրճն էլ խմենք, նոր կգնանք ներս, շատ հավեսին եղանակ է, գիտեք համ շատ շոք է, մի կողմից ես են զով կամին է գնում գալի, զեփյուրի պես, տանում բերում է և շատ հաճելի եղանակ է, երեք որդիս ես տանն եմ եղել իրերը դասավորելու ամբողջ հայաթը մաքրել ես, ոչ թե փոցխել է ճանգրիկել է, այլ ավելորդ մասերը ցույց կտամ, թե ոնց է մաքրել, հիմա վաղը տեսնեմ, եթե ժամանակ ունեցանք, անպայման թարխունները պետք է արդեն քախանեն, պետք է կլուբնիկաները մաքրենք, ծառերը սպիտակեցնենք, վարդերը մաքրենք, կտրենք, երեք կտրել են մի քիչ մալինա, վարդերին ձեռ չեն տվել, որտև չեմ ասել եմ ձեռ չտակ, վարդերը պետք է բացենք, ջրենք, մի խոսքով տանից վերջացնենք նոր հողամասի գործերը, առաջինը ծառերը էտել է ամուսինս, բողբոջել են լրիվ, լավ, հիմա պետք է արդեն սպիտակեցնենք իրով, բուկերը բացենք, նոր ջերմոցով ծառերի գործերից վերջացնենք, ջերմոցը պետք է փորենք, արդեն պամիդորի շիթիլները, պետք է լոլիկի սածիլները պետք է բերեմ, արդեն տնկենք ջերմոցը, իսկ ջերմոցի կողքերը, չէ, այս գլխի մասերը վարունգ եմ դնում, մի քանի հատ, դա էլ ցույց կտամ, երբ որ դնեմ, արդեն կոճերը հողի մեջ եմ դրել, ձեզ ցույց կտամ, հոլովակում կտեղադրեմ, կտեսնեք, առանձնապես դժվար բան չկա, նույն ձևի, սածիլը, որ տնկում էին բաժակների մեջ, նույն ձևի սիրելիներս,
թաց հողի մեջ դրել եմ կոճը, սեմուշկան եւ իր հողով ծածկել եմ, էլ չեմ ջրել, ոչ էլ չոր հող եմ լցրել, չոր հող լցնելու դեպքում պետք է անպայման ծածկես, որ ինքը քրտնի եւ ջրվի, իսկ սա արդեն չեմ ծածկում ցելոֆանով, բաց վիճակում է, դրա համար չեմ ծածկե, կծլի շուտ ուտելու համար ջերմոցուն եմ դնում, իսկ ընդհանրապես մենք բացօթյա ենք անում, իհարկե սիրելիներս ծածկում ենք միառժամանակ, հետո նոր բացում ենք բոլոր սատիլներն է, թե սմբուկը, թե պղպեղը եւ թե բամյան, մինչեւ ծաղկելն եմ թողում։ Մեր թութակն է, լսում եք, բերել ենք հետներս այստեղ, տեսեք ის ձայն է հանում։ Եթե մեզ տեսնում է, խաղաղ է լինում, գիտես, եթե չէ, կեշան, սկսում է կչկչալ, գորգռալ, դայլայլել։ Սա էլ էսպես, հա, սիրելիներս, չեմ հիշում, կներեք անունը, որ բացեմ, կհիշեմ, գրած եմ։ Մի բաժանորդուհի գրել էր, որ Տիկին Մարինե, ինչ ու դաբրենի սացիլներին տանք։ Ասեմ ձեզ, կոչվում է, ես չկարողացա, YouTube-ը չի թողում, որ նկար տեղադրես։ Հոլովակը կարող ես, բայց նկար չի կարելի։ Ունիվերսալ բոչկա է կոչվում, կանաչ գույնի, մի փոքր այսպիսի լիտրանոց, կանաչ գույնի պլաստմասայից աման է, հեղուկ է մեջը, բացում ես, վրեն գրած է 10 լիտրին, թե ինչքան լցնես ու ջրես։ Ձեզ հետո տնկելու ժամանակ, ասեմ, ես մոխիր եմ լցնելու, անպայման փոսերի մեջ նոր սատիլները դնեմ։ Դեռ վաղ է, երբ որ կգա ժամանակը սատիլները տնկելու, այդ ժամանակ էլ ձեզ կասեմ։ Ուղղակի այսօր մի փոքր ժամանակ գտա ձեզ հետ զրուցելու, դեռ չեմ հասցնում պատրաստել, որովհետև խոհանոցս ճիշտ է պատրաստ է, բայց ժամանակ չկա։ Այսօր ուզում էի պատրաստեի եւ տեղադրեի, բայց հույր ունեցանք, արդեն չեմ կարող ոչինչ անել։ Ինչ արել ենք, այսօր վերջ, հյուրերը հեռու տեղից են եկել, ոչ դստերս չի, ուրիշ հյուրեր ունենք, արդեն զբաղվելու ենք հյուրերով, սիրելիներս, կրկին անգամ ուրախ զատիկ, թող Աստված օրհնի մեր բոլորիս ընտանիքները, մեզ, մեր երեխաներին, մեր թոռներին, թող բանակում ծառայողները անփորձանք ծառայեն եւ խաղաղ երկնքի տակ վերադառնան իրենց ծնողներին։ Իսկ հիմա սիրելիներս գնամ տուն, մի քիչ էլ արդեն հյուրերի հետ լուսամուտից որ ցույց տամ ոնց են նայում ինձ, էլ ոնց որ չես կարողանում խոսել, հիմա գնամ սպասում են, ձեռով են անում, արի, այսքանը սիրելիներս, մաղթում եմ ձեզ լավն ու բարին, ուրախ զատիկ բոլորիդ, ասեմ սիրելիներս, ես ձուն միայն, թող կանչեն, խոսքս կվերջացնեմ, նոր կգնամ, ձուն ինչպես միշտ, մեր պապական եկած ադաթներով, մենք միշտ ներկել ենք սոխի կլեպով, ես այդպես էլ անելու եմ, ճիշտ է կարմիր սոխ չկա, որ գնայինք խանութ, հիմա գիտես ինչ, վաճառում են, օրինակ երեք որդիս մի քիչ դեղին սոխ վերցրեց, մի քիչ էլ կլեպներից լցրեց, կշռեց բերեց, դեղին կլեպով եմ եփելու, ձուն, ամենահամովը, ամենա ոնց ասեմ, լավը եւ մաքուրը ձվի կլեպով է, ճիշտ է հիմա մոդա է, գույնավոր, նակլեկաներ են կպցնում, ես էլ եմ միշտ տարեկանաչի եմ կպցրել, նակլեկաներ եմ պատրաստել, ներկել եմ բանով, ֆլոմաստերով, անձեռնոցիկի վրա ներկել եմ, կպցրել եմ, շատ ձևերով արել եմ, բայց այս տարի զուտ ավանդական, մեր հայկականից լավը չկա, իսկական զատիկ եւ հիշում եք, մեր ծնողները, մեր կիսուրները, մեր տատիկները միայն չամիչով են փլավը եփել, իսկ հիմա էլ ընդեղ են, էլ խուրմա, էլ չրեղեն,
Ճիշտ է, կարող է համեղ լինի, ես երբևիցե մի անգամ շատ վաղուց պատրաստել եմ խուրմայով, ոչ մեկի դուրը չի եկել, ես ոչինչ չեմ կարող ասել, մեր դուրը չամիչով է գալի և իսկական անարատ չամիչը լվացել եմ, չորացրել եմ, որ պատրաստեմ, դեղին չամիչով, ոչ սևով եմ պատրաստում, չեմ սիրում, որ փլավի գույնը մքանում է, սիրում եմ լավ բրինձով, որ հատիկ և քամովի, լավաշով եմ անելու, սիրելիներս, կնկարեմ, հետո կտեղադրեմ, այսօր երեկոյան արդեն չամիչ ուտելու, շաբաթ օրը երեկոյան ուտում են չամիչով փլավը, ձուկը, բանջարը և ձուն, ես կարող եմ մի 2 օր ուշ տեղադրեմ, հարգելիներս, նկարած վիդեոները, իմ պատրաստած չամիչով փլավը, ձուն, մի խոսքով կտեղադրեմ, այդպես, մենք երբևիցե այդ ժամանակ հիշում եմ, երեխա վախտվանից էլ հիշում եմ, ներկով չենք ներկել, ովքեր համաձայն են ինձ հետ, թող կոմենտարիաներում գրեն, զուտ սոխի կլեպով ենք ներկել, գաթա ենք թխել, հիմա արդեն թե նկարելու համար են անում, թե մոդա է այդպես, մենք միշտ այդպես ենք արել։ Սիրելիներս, այսքանով ավարտում եմ այս հոլովակը և կրկին անգամ շնորհավորում եմ բոլորիդ Սուրբ Զատիկը, մինչ նոր հոլովակ, ցտեսություն սիրելիներս։